Հավաստի աղբյուրների համաձայն ռեալիթի շոուի աստղ և Skims բրենդի հիմնադիր Քիմ Քարդաշյանը գաղտնի սիրավեպ է սկսել Ֆորմուլա 1-ի աշխարհի 7-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնի հետ։ Ինչպես հայտնում է The Sun-ը, 45-ամյա Քարդաշյանը և 41-ամյա Հեմիլթոնը վերջերս ռոմանտիկ հանգստյան օրեր են անցկացրել Մեծ Բրիտանիայի հայտնի հյուրանոցներից մեկում։ Ըստ աղբյուրների, Քիմը շաբաթ օրը կեսօրին Լոս Անջելեսից մեկնել է իր մասնավոր ինքնաթիռով և ժամանել Լյուիսի հետ հանդիպման։ Քիմ Քարդաշյանը վերջին շրջանում գրեթե չի մեկնաբանում իր անձնականը, խուսափելով ուղիղ հարցերից և թողնելով շատ բաներ կադրից դուրս։ Չնայած նրան, որ Քիմը և Լյուիսը վերջին տասնամյակում բազմիցս հայտնվել են միասին հանրային միջոցառումներին և լուսանկարվել, մինչ այժմ երբեք պաշտոնապես սիրային կապ չեն հաստատել։ Ասպենում նոր տարվա փակ երեկույթին նրանց համատեղ ներկայությունը ևս սկզբում ուշադրության չէր արժանացել, սակայն այժմ պարզ է դառնում, որ զույգը գիտակցված կերպով փորձել է խուսափել հանրային ուշադրությունից։ Քիմ Քարդաշյանը բազմիցս նշել է, որ այս փուլում իր համար կարևոր է գաղտնիությունը և ներքին հանգստությունը։ Ով է Լյուիս Հեմիլթոնը։ Լյուիս Հեմիլթոնը Ֆորմուլա 1-ի պատմության ամենահաջողակ ավտոմրցաշավորդներից մեկն է։ 7-ակի աշխարհի չեմպիոնը տարիների ընթացքում սահմանել է մի շարք ռեկորդներ և դարձել համաշխարհային մասշտաբի դեմք։ Նա վաղուց է դուրս եկել միայն սպորտի շրջանակներից, վերածվելով ազդեցիկ հանրային ֆիգուրի։ Լուրերի համաձայն Լյուիս Հեմիլթոնը վաղուց ընդունված է Քարդաշյան-Ջեններ ընտանիքում։ Քիմի մայրը Քրիս Ջենները տարիներ շարունակ հրապարակավ աջակցել է նրան։ Շատ հաճախ նաև թողել է մի շարք մեկնաբանություններ նկարների և տարբեր հրապարակումների ներքո, իսկ Քենդլ Ջենների հետ նրա մտերմությունը մշտապես խոսակցությունների տեղիք է տվել։ Քիմ Քարդաշյանի նոր հնարավոր սիրավեպը սկսվել է նրա կյանքի ամենասկանդալային հարաբերություններից հետո։ Նա նախկինում ամուսնացած էր եղել рэփեր Քանի Ուեսթի հետ, որի հետ բաժանումից հետո ունեցել է մի շարք հարաբերություններ։ Այդ բաժանումից հետո Քիմի յուրաքանչյուր քայլ հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում։ Դե ինչ, մնացեք մեզ հետ, որպեսզի տեսնենք, թե ինչ տեղի կունենա հետագայում։ Թամարա Քալանթարյան, Օրագիր Նյուզ։